երեխան ժամանակից շուտ է ծնվել։ 7 տարվա սպասումից հետո տղա երեխան ծնվել է ժամանակից շուտ 28 շաբաթականում։ Շաբաթը 3 անգամ մայրը խնձորեսկից 6 ամսական որդուն բերում է Գորիսի մանկական վերականգնողական մասնագիտացված կենտրոն։ Քանի որ անհասիկ է ծնվել, մի քիչ զարգացման հապաղում ունի, շարժումների զուտ խնդիր, դրա համար հաճախում ենք այս կենտրոն եւ իրանց շնորհիվ ահագին կարճ ժամանակում շատ մեծ դինամիկա ունենք։ Սյունիքում մանկական վերականգնողական մասնագիտացված կենտրոնը սպասարկում է մարզի երեխաներին, անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցություն ցուցաբերում ընտանիքներին։ Սանտե Արմենի ֆրանս-հայկական կազմակերպությունն է ամիսներ առաջ նախաձեռնել Գորիսում ցերեկային կենտրոնի բացումը։ Սկզբում մեծահասակների, հիմա նաև փոքրերի համար նախատեսված կենտրոնը ընդունում է հատուկ կարիքներով երեխաների։ Գալիս են էլիտնյարդաբանական եւ օրթոպեդիկ խնդիրներով երեխաները, զարգացման հապաղում ունեցող, մենք ցավոք սրտի դեռ չենք ընդունում աուտիզմով երեխաներին, սա մասնագիտացված է ավելի շատ ֆիզիկական վերականգնողական բուժման համար։ Գորիսում գտնվող կենտրոնի շահառուների միայն 30%-ն է Սիսյանից, մյուսները մարզի այլ համայնքներից։ Կինեզիստը, հոգեբանը, լոգոպեդը շաբաթը 6 օր անվճար ծառայություններ են մատուցում։ Պրոֆեսոր Արսեն Մեքինյանի նախաձեռնությամբ առողջապահության ոլորտի մասնագետներ Եվրոպայից եկան Հայաստան ճգնաժամային պահին օգնություն ցուցաբերելու համար եւ անդրադարձան, որ ավելի երկարաժամկետ աշխատանք է պետք ցավալել ու ձեռնարկեցին այս աշխատանքները, որոնք 4 ուղղությամբ են գնում։ Մանկական կենտրոնը վերանորոգել ենք ու այսօր աշխատում է Ամերիա բանկի շնորհիվ, որը մեզ աջակցում է իր Իմ Ամերիա, Իմ Հայաստան արշավի միջոցով։ Նախորդ տարի Սանտե Արմենին դիմել էր Ամերիա բանկի Իմ Ամերիա, Իմ Հայաստան արշավի շրջանակում իրականացված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրին եւ դարձել այն նախագծերից մեկը, որը ստացել է աջակցություն արշավի համար առանձնացված 100 միլիոն դրամի շրջանակում։ Այսպիսի կենտրոն հիմնել եւ անվճար գործարկել հնարավոր չէր մենակ եւ սա մեր բոլոր գործընկերների աջակցությունն է եւ մասնավորապես Ամերիայի անչափ զգացված ենք եւ շնորհակալ ենք կանաչ ճանապարհ բոլորիս միասին դեպի մեր առողջ երեխաների ապագա։ Վերականգնողական կենտրոն պարբերաբար մասնագետներ են այցելում, ոչ միայն փորձը փոխանցում, այլև հետազոտում երեխաներին։ Ֆրանսիայից ժամանած հայ մանկաբույժ Ստեփան Բերբերյանը Սանտե Արմենիի հետ համագործակցության շրջանակում է Գորիս եկել։ Գրավիչ այդուհանդերձ բարդ մասնագիտությամբ աշխատելու 20 երկար ու ձիգ տարիների փորձ ունի մանկաբույժը։ Առաջին անգամ եմ Գորիսում։ Եկել եմ փորձի փոխանակման նպատակով։ Այսօր հետազոտված երեխաները մեծ մասամբ ունեին զարգացման հապաղման եւ սկոլիոզի խնդիրներ։ Գորիսի վերականգնողական կենտրոնի թիմը հրաշալի աշխատանք է կատարում։ Կարծում եմ կարող եմ իմ մանկաբուժական գիտելիքներով օգտակար լինել նրանց։ Կարևոր են վաղ ախտորոշումը եւ կանխարգելիչ միջոցառումներին ուշադրություն դարձնելը։ Վերապատրաստումները հենց այս ուղղությամբ են ընթանում։ Մարզը նեղ մասնագետների կարիք ունի, բացը լրացնում են մայրաքաղաքից հրավիրվածների միջոցով։ Մարզում մենք չունենք նեղ մասնագետներ եւ Սանտե Արմենին բոլոր իր կինեզիստներին հրավիրում է Երևանից, հոգալով նրանց կեցությունը, նաև պարզ է, որ դա բավական դժվար է եւ այսօր մանկականում ունենք միայն մեկ կինեզիստ ցավոք սրտի, շուտով սպասում ենք նաև երկրորդին եւ այդ մեկ կինեզիստը օրական ընդունում է 9-10 երեխա։ Երեխաները հաճախելիությունը կախված է իրենց ախտորոշումից։ Բժշկել, կրթել եւ կառուցել համախմբելով մեկ գաղափարի շուրջ։ Սանտե Արմենին բժշկելու հետ մեկտեղ մի քանի տարի է նաեւ օգնում է Հայաստանին կրթել տեղացի մասնագետներին, փոխանցելով սեփական փորձը։